Այս ամեն ինչը ոչ թե քաղաքացիների համար անձնական ողբերգություն է, որ շատ դեպքերում մարդիկ կորցնում են իրենց ունեցվածքը, նույնիսկ ունենում ենք մենք դժբախտաբար ինքնասպանության դեպքեր, սա պետության կողմից անտեսվածը չհաջորդավոր եմ ես ասում, ու վերահսկողության բացակայության ներքո գործող բիզնես ոլորտը։ Հիմա ես փորձեմ կարճ ներկայացնեմ, թե ինչ աշխատանքներ է ընդհանուր կատարվել այս 4 ամսվա ընթացքում, որից հետո կանդրադառնամ ձեր հարցերին։ 4 ամսվա ընթացքում աշխատանքները սկսվեց նրանից, որ փորձեցինք պետեկամուտների կոմիտեից, որը հանդիսանում է ոլորտի վերահսկող մարմինը, հասկանալու, թե ինչ թվերի շրջանառության մասին է խոսքը։ Պետեկամուտների կոմիտեից մենք ստացանք նամակներ 2024 թվականի շրջանառության վերաբերյալ ու համեմատության մեջ դնելով այս ամենը 2018 թվականից հետո, ինչի համար 2018 թվականից, որովհետև 2018-ին եղել է ամենացածր ցուցանիշը այս ոլորտում, ընդամենը 0.3 տրիլիոն դրամ, այսինքն 333 միլիարդ դրամ։ 2024 թվականին ոլորտի աճը կազմել է 2037%, այսինքն այս տարիների ընթացքում, 7 տարվա ընթացքում, անհավանական թիվ է, որպես խաղադրույք տրվել այդ ինտերնետ խաղումով շահերի մեջ ու անհավանական շահում է տրվել խաղերի մասնակիցներին։ 26.5 տրիլիոն դրամ որպես խաղադրույք ընդունել են այդ ընկերությունները եւ 26 տրիլիոն դրամ խաղերի մասնակիցներին վճարել են շահում։ Սա 2018-ից 2024 թվականը ընկած ժամանակաշրջանն է։ Հասկանալու համար, թե այս թվերի մեծությունն ինչ է, մոտավորապես կարամ ասեմ, 2024 թվականին միջին թվաբանականով յուրաքանչյուր 1 ժամում Հայաստանի Հանրապետությունում մոտ 2 միլիոն դոլարի խաղադրույք է դրվել եւ մոտավորապես այդքան գումար վճարվել է, սա ասենք 24/7 ռեժիմով, թվերի մեծությունը այս կարգի է։ Ու հետո փորձեցինք հասկանալ տենդենսը ինչի հետ կարող է ամեն ինչը կապ ունենալ, այնտեղից ասած ոչ մի տրամաբանություն չկար։ Տրամաբանություն չկա ինչի համար, համաշխարհային շուկայում այս ոլորտը նույնպես տարեցտարի ունենում է ինքը աճ, բայց համաշխարհային շուկայում յուրաքանչյուր տարի միջին այս տարիները նկատի ունեմ եղել է ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որտեղ ոնց նշեցի 2037% էր, համաշխարհային շուկայում այդ աճը կազմել է 10.4% յուրաքանչյուր տարի։ Ընդհանուր, եթե վերցնենք մոտ 77-78%-ի կարգի է այդ տրամաբանության մեջ, ասենք 77%-ով ամբողջ աշխարհում աճել այս ոլորտը, բայց մեր մոտ ոնց նշեցի 2037%-ով։ Այստեղ նաև շատ մտահոգիչ են թվերը, թե շահումների մասնակիցներին ինչ մեծության կարգի գումարներ է վճարվել։ Այսինքն այս ընկերությունները աշխատել են ընդամենը 1.8 ամենալավ դեպքում 1.8% եկամտաբերությամբ։ Սա ուղղակի ամենայն ազնվությամբ ոչ մի բիզնեսից հասկացող մարդու տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, երբ որ ընկերությունը աշխատի նման ցածր տոկոսայնությամբ, այն դեպքում, երբ որ օրենքը սահմանում է, որ իրանք ունեն հնարավորություն, իրանք պետք է ամենաքիչը 90%-ը ստացված խաղադրույքների վճարեն, բայց առաջին հասցից թվում է, թե ամեն ինչը նորմալ է, մարդիկ ոչ թե վճարել են 90%-ը, այլ վճարել են 98.12%-ը, որը որ լուրջ կասկածների տեղիք է տալիս, թե ովքեր են այդ գումարները ստացողը եւ այլն եւ այլն։